Բարև ձեզ, մեր սիրելի YouTube-յան դիտորդներ, այսօր մենք Լիլիի հետ առանձնացրել ենք մի շարք խնդիրներ առողջապահական համակարգի հետ կապված, որոնց կանրադառնանք հիմա։ Ճիշտ է, ընդ որում պետք է այստեղ մենք նշենք, որ ցավոք սրտի մենք ունենալու ենք թեմաների քննարկում, այն մասով, այն ամենի հետ կապված, ինչը մենք արդեն բազմաթիվ անգամներ քննարկել ենք ցավոք սրտի, որովհետև պարբերաբար ի հայտ են գալիս նոր մանրամասներ, մեզ հայտնի են դառնում նոր հանգամանքներ, որոնք կապված են մի շարք խնդիրների հետ։ Առաջինը երևի խոսենք հենց ապահովագրական խնդիրների մասին։ Մշտական։ Ինչի մասին մենք խոսում ենք եւ անձնական զրույցներում, հարցազրույցների շրջանակում, մեր ոդկասթի յուրաքանչյուր եթերի ժամանակ, ու այսօր էլ ցավոք սրտի դա բացառություն չի լինի։ Երևի թե սկսենք հենց ֆինանսական ամենակարևոր հարցերից, ասվում էր, որ 164,000 դրամ պետք է ամսական վճարեն քաղաքացիները, որպեսզի կարողանան օգտվել այս փաթեթից։ Ներկա պահին գումարը կրճատվել է, դարձել է 129,000 դրամ, բայց թե ինչի հաշվին են կրճատել այդ գումարները, ոչ մեկ չգիտի։ Հստակ որևէ ցուցակ չկա, թե ինչը լինելու այս փաթեթում ներառված, առհասարակ որևէ տեղեկություններ չեն տրամադրում այս փաթեթների հետ կապված, եւ քաղաքացիներ կան, ովքեր որ 200,000 դրամ աշխատավարձը չեն գերազանցում, չեն կարողանալու օգտվել այս փաթեթից։ Իսկ տարիքային բավականին մեծ մասի հենց շրջանակներում չեն կարողանալու օգտվել քաղաքացիները 0-ից 18 տարեկան անձանց համար պետք է լինի անվճար առհասարակ բուժօգնությունը։ Այդպես էլ կա հիմա։ Այդպես էլ կա, սակայն նրանք նշում են, որ այս փաթեթի առավելությունը հենց նրանում է, որ կարողանալու են այդ քաղաքացիները օգտվել դրանից եւ 65 տարիքային պլյուս տենց սահմաններում քաղաքացիները նույնպես կարողանալու են օգտվել միայն սուր պայմաններում, սուր ինչ-որ միջամտությունների դեպքում։ Բայց այստեղ կա մի խնդիր, որ իրենք նշում են 65 տարեկանից բարձրներին է այդ ծառայության փաթեթը տրամադրվելու անվճար, իսկ եթե իրենք ուզում էին ներառել առհասարակ թոշակառուներին, դա պետք է տեղի ունենար 63 տարեկանից սկսած, որովհետև Հայաստանում թոշակային տարիքը համարվում է 63 եւ ավելի բարձր տարիքային խումբը, մինչդեռ իրենք 65-ն են սահմանել անհասկանալի կերպով, նշանակում է սա, որ 64 տարեկան քաղաքացին օրինակ պիտի դրա համար վճարի, չնայած որ ինքը եւս հանդիսանում է օրինակ թոշակառու։ Բացի դրանից կային շատ ծրագրեր, օրինակ Stand of Life հենց հիմնադրամը նա օգնում էր մշտապես եւ այսպես ասված մշտապես ֆինանսավորում էր սիրտանոթային հիվանդությունները, սակայն նրանք որոշեցին, որ այս փաթեթի մեջ պետք է ներառեն եւ չեն կարողանում հասկանալ, թե հունվարից ինչպես է սկիզբը տալու, քանի որ ներկապային ֆունդամենտալ որևէ բան չկա եւ թե ինչ ֆինանսներով, թե ինչի հաշվին են նրանք այս ծրագիրը սկսելու, ոչ մեկին հայտնի չէ։ Իրենք այս թեման բացել են դեռ շատ վաղուց, 22-23 թվականից, բայց 25 թվականին, որ պիտի մեկնարկես, չի մեկնարկել ու իրենց առաջ դրել են խնդիր մինչև գալիք ընտրությունները, այսինքն մինչև 2026 թվականը, ինչ գնով ուզում է լինի, այս փաթեթները դնեն գործածության մեջ, ինչը բավականին սխալ մոտեցում է, որովհետև այստեղ միանշանակ տուժում է հենց հասարակ քաղաքացին, ով բախվելու է մի շարք խնդիրների առողջապահական տեսանկյունից, ունենալու է ծառայություններից օգտվելու խնդիրներ, մենք ունենք մի շարք օրինակ ենթակառուցվածքային խնդիրներ, մասնագետների պակաս, կա մասնագիտական ինչ-որ ուղղվածությունների պակաս հատկապես մարզերում, բացի դրանից որակի հետ կապված կան խնդիրներ եւ այլն։ Բացի դրանից Նիկոլ Փաշինյանն էր նաեւ խոսում այս առողջապահական ապահովագրման ներդրման փաթեթի առհասարակ այս ծրագրի մասին, նշելով, որ անգամ կան խոսակցություններ իրեն շրջանում, որ այս ծրագիրը հունվարի 1-ից ներդնելու պարագայում իրենք բախվելու են մի շարք խնդիրների, սակայն ինքը համարում է, որ ցանկացած բարեփոխում ճակերտավոր իրենց իրականացրած նորմալ է, որ կարող է բախվել խնդիրների, որովհետև այդ խնդիրներին բախվելու միջոցով է, որ տեղի է ունենում բարեփոխումը, բայց դա նորմալ կարող է լինել, եթե օրինակ դիտարկենք լրիվ այլ ոլորտի բարեփոխումներ, բայց ինչ վերաբերում է մարդկանց առողջությանը, մարդկային կյանքերին չի կարելի այսպիսի վերաբերմունք ցուցաբերել այս առումով եւ իրենց մոտեցումները ինձ համար բավականին անհասկանալի են առնվազն ու ես կարծում եմ, որ այս առումով մենք բավականին մտահոգիչ խնդիրների առաջ ենք կանգնած։ Բացի դրանից, անգամ իրենք այս ապահովագրական փաթեթի ներդրման հետ կապված
ճիշտ նշեցիր, որ որևէ հրապարակում չեն անում, թե այդ ծառայությունների մեջ առհասարակ ինչեր են մտնում եւ որը ինչքան արժի։ Ընդ որում 2 օր առաջ, եթե ճիշտ եմ հիշում, տեղի ունեցավ առողջապահական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որի ժամանակ ընդդիմադիր падգամավորները փորձեցին ստանալ այդ տվյալները եւ ծանոթանալ ինչա սպասվում իրականում, որպեսզի կարողանան ճիշտ քվեարկել, սակայն որևէ տեղեկություն չտրամադրեց նախարարը իրենց եւ պատճառաբանեց, ասաց, որ եթե ուզում եք ձեզ հետաքրքիր էր, կարող եք հարցում ուղարկել նախարարություն, մենք կպատասխանեինք։ Այնից ոչինչ համապատասխան։ Նաև նշեմ, որ այս համակարգը պետք է գործի հետևյալ կերպով, այսինքն պետք է գնան պոլիկլինիկա, որոշակի ստուգումներ անցնեն, որոնցից հետո պետք է նրանց ուղեգիր տան հիվանդանոցի եւ նոր նրանք գնան ստանան մնացած բուժման մի մասը։ Այս պարագայում պոլիկլինիկաներում բավականին մեծ հերթեր են առաջանալու եւ ով է համակարգելու այս հերթերը 3-ից 4 անգամ հերթերը շատանալ են։ Առավելապես եթե մարզերին դիտարկենք, մարզերում կամ մասնագետների շատ խիստ խնդիր, այսինքն եթե մի մարզի պոլիկլինիկայում կա ընդամենը 1 բժիշկ նման մասնագիտության, ինչպես կարող է նա դիմանալ այդ 5000-6000 օրինակ հերթերին մարդկանց։ Հատկապես երբ որ իրենք այդ օպտիմալացման անվան տակ փորձում են միավորել բժշկական կենտրոնները, օրինակ փակվում են մի շարք բժշկական կենտրոններ, միացվում են իրար եւ ասում են, որ շուտով ամեն մարզում լինելու է միայն 1 բժշկական կենտրոն ու անհասկանալի է թե ինչպես պիտի այդ բժշկական կենտրոնը քիչ բժիշկների քանակով կարողանա սպասարկել այդ մեծ ազգաբնակչությանը այդ հատվածում բնակվող եւ հատկապես եթե դիտարկենք ձմեռային պայմանները, տրանսպորտային միջոցների խնդիրները, որոնք կան հեռավոր մարզերում, այստեղ բախվելու ենք լրջագույն խնդիրների, բայց առհասարակ համաշխարհային պրակտիկայում ընդունված է, որ քաղաքացին պիտի հասնի բժշկական կենտրոն ոտքով, այսինքն պիտի այնքան մոտ եւ հասանելի լինի այդ բժշկական օգնության տրամադրումը քաղաքացիներին, որ իրենք չունենան մտահոգվելու առիթ։ Իսկ այս դեպքում ցավոք սրտի մենք ելի ունենք մի շարք խնդիրներ, բացի դրանից այս ապահովագրության հետ կապված խոսակցությունների շրջանակում նաեւ պարզ է դառնում, որ իրենք չունեն անգամ իրենց կադրերը առողջապահության նախարարությունում եւ հայտարարում են մրցույթ թափուր հաստիկների հետ կապված։ Հիմա կարդամ ինչքան տեղեր կան ազատ, որ իրենք ուզում են լրացնել։ Ուրեմն նշում են մարդկային ռեսուրսների կառավարման խորհրդատու, տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման խորհրդատու, մարքեթինգային գործառույթների խորհրդատու, ֆինանսավորման ապահովման հարցերի խորհրդատու, իրավական հարցերով խորհրդատու, կոմունիկացիոն կենտրոնի կառավարման խորհրդատու, ռիսկերի կառավարման խորհրդատու, ՏՏ նախագծերի կառավարման խորհրդատու, կոմունիկացիոն կենտրոնի ձևավորման եւ ներդրման խորհրդատու, գործառութային նախագծերի կառավարման խորհրդատու, պայմանագրերի կատարման վերահսկողության խորհրդատու, ծառայությունների փաթեթի ուսուցման եւ զարգացման խմբի ղեկավար, պայմանագրերի դիտարկման գնահատման խմբի ղեկավար, ծառայությունների փաթեթի ուսուցման եւ զարգացման մասնագետ եւ պայմանագրերի դիտարկման եւ գնահատման մասնագետ։ Մենք ունենք այսպիսի մեծ խնդիրներ, բայց իրենք պատրաստվում են այս ծրագիրը ներդնել հունվարի 1-ից, այն պարագայում, երբ որ մենք արդեն հասնում ենք դեկտեմբեր ամիս եւ որևէ անգամ նախագիծը ընդունված չի, իրենք այսպիսի բացերով ուզում են այդ նախագիծը ներդնել, որպեսզի այդ տապալվի էլի, հասնենք էլեկտրոնային դեղատոմսերի դուրս գրման սխեմայի։ Կցանկանայի նաև նշել, որ քանի որ նշեցինք, որ կադրային բավականին մեծ խնդիրներ կա, այսօր Հայաստանում մանկաբուժների խնդիր կա, բավականին մեծ խնդիր, քանի որ շատ քիչ կան մանկաբուժներ, առավելապես նեղ մասնագիտական, մանավանդ մարզերում։ Կցանկանայի նշել, որ այս տարի 207 0-4 տարեկան երեխաների մահացության դեպքեր են գրանցվել, որոնք որ բավականին տարբեր տարիքային սահմանների են եղել, սակայն 1 տարեկան երեխաների մահացության դեպքերը գրանցվել են 207-ից 169 Եվ առողջապահության նախարար Տիկին Ավանեսյանը ուղիղ եթեր է մտնում եւ այնտեղ ասում է, որ ծնողներ ջան զգուշացեք, հեռու պահեք թունաքիմիկատներ, լվացքի փոշի, հեղուկ նմանատիպ բաները երեխաներից։ Սակայն այսօր այդ մահացության դեպքերը ոչ թե գրանցվում են նմանատիպ միայն թունավորումներով կամ նմանատիպ խնդիրներով, այլ այսօր կա շատ մեծ խնդիր հենց մանկաբուժների։ Հայաստանը ուղղակի պայմաններ չի տալիս, որպեսզի նախ մանկաբուժական ուղղությունը ավելի զարգանա եւ բացի դրանից մենք գիտենք կրթական համակարգում ինչ է կատարվում։ Նաև նշեմ, որ այս վարակիչ հիվանդությունները, որոնք որ բավականին մեծ տարածում են ստանում, սրանք նույնպես շատ խնդրահարույց են, քանի որ
մանկական հիվանդանոցներում ուղղակիորեն տեղ չկա։ Երեխաները բարձր ջերմությունով այնտեղ, չգիտեմ, տենդի մեջ արդեն շոկային իրավիճակներում բերում են եւ տեղ չկա, որպեսզի այդ երեխաները կարողանան բուժօգնություն ստանալ։ Նմանատիպ կարևորագույն հարցերը հենց մեր նոր սերնդին վերաբերվող այսօր մղված են երկրորդ պլան, սակայն այստեղ ինչ որ շատ այնպիսի թեմաներից է խոսվում, որ ընդհանրապես կարևորագույն չեն, այսինքն բոլորն էլ գիտեն, որ նմանատիպ հեղուկները եւ այլն պետքա երեխաներից հեռու պահեն։ Անկամ այդ շշերի վրա է գրած, որ պետքա երեխաներից հեռու պահեն։ Դա ասելու կարիք չկար ինձ թվում է։ Բայց դրան զուգահեռ Հայաստանի Հանրապետությունը օրինակ մուտք գործում Ադրբեջանի տարածքով ցորեն 4-րդ տեսակի եւ իրենք անում են տարբեր տեսակի հայտարարություններ, բայց հաշվի պետք է առնենք, օրինակ, որ այդ ցորենը, որը 4-րդ կարգ է, ինքը հիմնականում որևէ արժեք իրենից չի ներկայացնում, ինքը նաեւ կարող է իր մեջ պարունակի բավականին մեծ վտանգներ, այն տեսանկյունից, որ կարող է պարունակել տոքսիններ, բորբոս, եթե սխալ պահեստավորում է տեղի ունեցել եւ այլն, ու սա առնվազն ունենում է հացի արտադրության մեջ սննդային արժեքի կորուստ, բերում է սպիտակուցների, գլյուտենի պակասի, նաև կարող է ինչ-որ բացասական ազդեցությունների հանգեցնել երկարատև կիրառումը, օրինակ լյարդի ախտահարումների, իմունային համակարգի տուժում կունենանք այստեղ, ստամոքսային խնդիրների եւ այլն, այս ամենը իրենք հաշվի չեն առնում եւ որևէ կերպ չեն վերահսկում։ Մի բան էլ Ռիփսիմե Հունանյանը ասում է, որ եթե մենք սնվում ենք այն ամենով, ինչը կարող է ուտել նաեւ կենդանին, նշանակում է մենք ուտում ենք անասնեկեր։ Շատ հետաքրքիր դիրքորոշում է Ռիփսիմե Հունանյանի կողմից, նաև կցանկանայի նշել, քանի որ խոսեցինք այդ տոքսիկ նյութերից եւ այլնից, այսօր Հայաստան ներմուծվում են դեղեր բավականին անհայտ ճանապարհներով եւ մի ընթացք Հայաստանում ներմուծվել էին դեղեր ուռուցքի համար, քաղցկեղի համար, որոնք որ ամբողջ աշխարհում համարվել էին տոքսիկ նյութ, այսինքն այդ դեղորայքերը բավականին վատ էֆեկտներ ուներ եւ ոչ միտեղ թույլ չէին տվել, որպեսզի այդ դեղորայքը օգտագործվեր, սակայն Հայաստանում այդ դեղորայքը կիրառվել է եւ կցանկանայի նշել, որ Անահիտ Ավանեսյանը ասում էր, որ գրանցված դեղերի մոտավորապես 60%-ը այսօր բացակայում է Հայաստանում եւ մենք ունենք շատ մեծ խնդիր դեղորայքի հետ կապված եւ մեծ մասը նմանատիպ դեղորայքների օգտագործման այդ պատճառով, որտեղ դեղորայք ուղղակիորեն չկա։ Բայց ցանկանայի կներես, որ ընդհատեցի, ցանկանայի նաև նշել, որ իսպանական մի մեծ դեղորայքային ընկերություն, որը որ բրոնխալայնիչներ էր արտադրում եւ երեխաների համար դա առավելապես կարևորագույն էր, տարիներ շարունակ պայքարել է, որպեսզի մտնի Հայաստանում դեղորայքային շուկա, բավականին տենց հազարավոր եվրոների ծախսի եւ տարիների ջանքերի օգտագործումից ապարդյուն, նա ուղղակի հիասթափվեց եւ թողեց, գնաց եւ չշարունակեց Հայաստանում այդ դեղորայքը չներմուծվեց։ Նման պարագայում ինչպես կարող են արտադրողներն արտահանողները կարողանալ աշխատել։ Ճիշտ է նշում ինչ-որ առումով այն մասով, որ Հայաստանի Հանրապետությունում վերջին իմ ունեցած տեղեկություններով գրանցված է մոտավորապես 3636 անունդեղ ու դրանց գերակշիռ հատվածը բերվում են արտերկրից շուրջ 92%-ը, միայն 8%-ն է մոտավորապես, որ հենց հայկական արտադրանք է համարվում։ Բացի դրանից ես էլ կցանկանամ այդպիսի մի դեպքի մասին խոսել, ինչը վերաբերում է նորից այդ քաղցկեղով հիվանդների բուժման այդ թերապիայի համար նախատեսված պրեպարատներին, սա հայտնաբերել է բրիտանական, ուրեմն հետազոտական մի ընկերություն, որը նշում է, որ Հայաստանի Հանրապետությունն է ներմուծվել բավականին մեծ չափերով դեղորայք, որը ուրեմն օգտագործվում է քաղցկեղի ժամանակ եւ սրանք ոչ միայն չունեն դրական դինամիկայի հանգեցնելու ունակություն այս դեղերը, այլև բերում են բացասական ազդեցությունների, առաջացնում են կողմնակի ազդեցություններ եւ ներմուծող ընկերությունը, որքանով տեղեկացել եմ շրջանառվող լուրերին, հենց մամուլում շրջանառվում է այն մասին, որ այդ ընկերությունը համարվում է սնանկ, չնայած այն հանգամանքին, որ իրենք ունեն գիտահետազոտական կենտրոն, ունեն բժշկական կենտրոն եւ մի շարք երևի թե այլ ընկերություններ եւս, իրենք Հայաստանի Հանրապետությունն են ներմուծում այդ պրեպարատները եւ իրենց ներկայացուցիչը խոսում էր, որ այդ դեղերը բերել են 2021 թվականին, 2 տարի անց պարզվել է, որ այդ դեղերը առաջացնում են կողմնակի ազդեցություններ, նշում են, որ իրենք որևէ վաճառք չեն իրականացրել, այսինքն 2 տարի երևի թե իրենց նշելով իրենք սպասել են
չեն վաճառել այդ դեղը, չի շրջանառվել շուկայում, բայց ես կարծում եմ, որ դա հնարավոր չի, որովհետև եթե իրենք շահույթ հետապնդող ընկերություն են, իրենց գործառույթն է հանդիսանում ներկրման պարագայում վերավաճառել շատ ավելի բարձր արժեքով, որպեսզի ունենան եկամուտ, որպեսզի ունենան շահույթ, բայց իրենք նշում են, որ դա չեն իրականացրել, ոչնչացրել են այդ դեղամիջոցները, չնայած այն հանգամանքին, որ օրինակ այդ ոչնչացումն էլ ինքը տենց հեշտ գործընթաց չի, դրա համար անհրաժեշտ է, որ ձևավորվի համապատասխան հանձնաժողով, կայացվեն որոշումներ եւ ըստ ընթացակարգերի տեղի ունենա այդ գործելավոճը ու դրա արդյունքում պիտի նոր ոչնչացվի, սակայն իրենք նշում են, որ դա որևէ կերպ չի շրջանառվել շուկայում, ինչի ես կարծում եմ իրականությանը չի համապատասխանում։ Նախ ոչնչացումն էլ էկոլոգիական տեսանկյունից այդքան էլ հարմար չի, հնարավոր է նաեւ վերամշակել դեղորայքները եւ չես կարող ասել կարող է վերամշակվել է եւ օգտագործվել են այդ դեղորայքները վաճառքի են հանվել ոչ մեկ չի կարող ասել քանի որ առողջապահության համակարգին ընդհանրապես Հայաստանում բնորոշ կերպ է չներկայացնել առհասարակ ոչ մի գործունեություն որոնք որ նրանք կատարում են այս առումով օրինակ նաեւ նշեմ որ այդ հավաստագիրը որը տրվել է հենց այդ կազմակերպությանը որպեսզի իրենք կարողանան ներմուծել այդ պրեպարատները տրվել է հենց առողջապահության նախարարության կողմից այդ թույլտվությունը բայց իրենք որևէ կերպ չեն վերահսկել թե ինչա ներմուծվում Հայաստան։ Իրենք ասում են, որ դա իրենց գործառույթը չի, բայց այդ նույն մեկնաբանությունը տալիս է նաև տեսչական մարմինը, որը ըստ էության հանդիսանում է հենց վերահսկող մարմին։ Ու իրենք նշում են, որ իրենց գործառույթների մեջ չի մտնում վերահսկում, ստուգում, փորձաքննություն իրականացնելը, ինչը պարզապես իմ համար շոկային է, որովհետև եթե մենք դիտարկում ենք իրենց գործառույթը, բայց լավ, եթե այդ ստուգումը չի իրենց գործառույթը, բա ինչն է։ Հա, անցած եթերին էլ մենք բավականին շատ խոսել ենք նմանատիպ անուշադրություններից եւ անգործությունից, որը որ ներկապահին իրականացվում են, նաեւ կցանկանայի անգործությունից խոսեցինք, ՔԿ-ներում կատարվող մի իրավիճակը վերլուծենք, օրինակ վերջերս Աբովյան ՔԿ-ում Ռիփսիմե Տուդոյանին չեն 3 ամիս չեն հատկացրել դեղորայքներ, Վահանաձև գեղձի հետ կապված բավականին մեծ խնդիրներ ուներ, ուռուցքային գոյատևություններ եւ այլն, եւ պետք է ստանար համապատասխան դեղորայքներ, որոնցից 2-ը տրամադրվում էին, իսկ մեկը ոչ, եւ այդ մեկ դեղորայքի պատճառով նա 3 ամիս որևէ դեղորայք չի ստացել բացի ուղակի ցավազրկողներից եւ ասում են, որ այդ դեղամիջոցը ընդամենը 30,000 դրամ արժեր եւ այդ 30,000 դրամ արժեքով դեղամիջոցի պատճառով նա ուղղակի չի ստացել որևէ օգնություն եւ հասկանալի է թե ինչ արժեք ունեն արդեն քաղաքացիների առողջությունը առհասարակ այս իշխանությունների համար։ Սա շատ մեծ եւ ցավալի թեմա է եւ գիտեմ որ նաեւ տարածված է այլ ՔԿ-ներում։ Այո, ես էլ եմ ուսումնասիրել այս խնդիրը, ընդ որում պետք է նշել, որ այսպիսի խնդիր գոյություն ունի նաեւ մյուս այլ 10 քրեակատարողական հիմնարկներում Հայաստանի Հանրապետությունում։ Եթե կոնկրետ օրինակներ բերեմ, օրինակ մամուլում շրջանառվում են տեղեկություններ են մասին, որ օրինակ Գորիսի քրեակատարողական հիմնարկում կա դատապարտյալ, ով մասնակցել է 44-օրյա պատերազմին եւ դրա արդյունքում ստացել է բեկորային վնասվածքներ ափի շրջանում ու պարբերաբար ունենում է բավականին մեծ ցավային զգացողություններ Եվ երբ խնդրում է դեղորայք, տալիս են թույլ ինչ-որ պրեպարատներ, որոնք ըստ էության որևէ ազդեցություն չեն ունենում եւ չեն օգնում, չեն մեղմացնում այդ ցավերը։ Մյուս քրեակատարողականում, օրինակ Նուբարաշենում, բարձրադառնում, որ կա մի դատապարտյալ, ով շուրջ 20 օր շարունակ չի ստացել զարկերակային գերճնշման համար նախատեսված պրեպարատ, ինչը բավականին մեծ խնդիր է, որովհետեւ այդ խնդիրը ունի շատ կողմնակի ազդեցություններ, եթե ինքը բուժում չի ստանում, առաջանում են բարդություններ ու դրա արդյունքում հնարավոր է անկանխատեսելի ելքերի առաջ կանգնենք, ընդ որում պետք է նշել այստեղ, որ այս ամենի խնդիրը պատճառը հանդիսանում է այն, որ նախկինում 18 թվականին մի պոակի կողմից էր ուրեմն բժշկական գործունեությունը քրեակատարողական հիմնարկներում իրականացվում, որը վերահսկում էր արդարադատության նախարարությունը, իսկ եթե ճիշտ եմ հիշում 2023 թվականի որոշմամբ այդ պոակը անցնում էր արդեն առողջապահության նախարարության ենթակայության տակ եւ ըստ էության քրեակատարողականի պետը որևէ կերպ ազդեցություն չէր կարողանում արդեն ունենալ բժիշկների վրա, որովհետև չէին ընդհանրապես իր գործառույթների շրջանակում չի ու իրենք կարողանում էին ցուցաբերել այնպիսի վերաբերմունք դատապարտյալներին, ինչպիսին ուզում էին եւ հատկապես
կալանավորված անձինք նշում էին, որ բժիշկների, բուժակների կողմից արժանանում են շատ բացասական վերաբերմունքի, մինչդեռ գիտենք, որ բժիշկները չպիտի լինեն այդպես ինչ որ վերաբերմունք առանց նահատուկ, չպետք է ցուցաբերեն պայմանավորված ինչ որ խտրական վերաբերմունքով։ Այո, նաև կցանկանայի խոսենք այսօր բավականին մեծ տարածում ունեցող խնդրից, օդի աղտոտումը Երևանում եւ հարակից մարզերում, ինչ կատաստրոֆիկ վիճակի է հասել։ Բոլորս գիտենք, որ օդի աղտոտվածությունը ոչ միայն պայմանավորված է մեքենաներով, ինչը որ հիմա սկսել են սահմանափակումներ որոշակի դնել, ներմուծման եւ այլնի, այլ նաեւ բավականին շատ շինարարություններով եւ առհասարակ օդի աղտոտվածության համար որևէ միջոցառումներ չեն իրականացվում, այսինքն տեղադրվում են արհեստական ծառեր, որոնք որ ընդհանրապես մեր էկոլոգիային համապատասխան չեն, ինչպես նաեւ օդը մաքրման բնական միջոցներ եւ բնական ֆիլտրներ չեն տեղադրվում, այսինքն այնպիսի ծառեր, որոնք որ բնական ֆիլտրացիա են կատարում, ինչպես նաև այդ շինարարությունները, որոնք որ գնում են, անգամ Ուզբեկիստանում եւ մնացած նմանատիպ երկրներում կան հատուկ միջոցներ, որոնք որ կիրառվում են, դրանցից են ջրից հողման ինչ որ մեթոդներ, որոնք որ թույլ են տալիս, որ փոշի շատ չբարձրանա, իսկ այսօր ուղղակի մեր քաղաքը փոշու մեջ է եւ սա բավականին մեծ նշանակություն ունի հիմնականում տարիքային մեծ սանդղակի մեջ մտնող մարդկանց եւ նաեւ երիտասարդ եւ նորածին երեխաների համար շատ մեծ պաթոլոգիաներ կարող է առաջացնել սիրտ-թոքային անբավարարություն, ինչպես նաեւ կանցերոգեն բավականին մեծ խնդիրների կարող են հանգել, նաեւ ինչ ոչ ալերգիկ ռեակցիաների, քանի որ շատ մարդիկ կան, ովքեր որ փոշուց եւ նմանատիպ բաներից ալերգիա ունեն եւ որևէ միջոցառումներ այս ամենի հետ կապված առողջապահության նախարարությունը չի իրականացնում, մարդիկ արդեն պետք է դիմակներով դուրս գան, այնքան ծայրահեղ է վիճակը եւ որևէ միջոցառում չի իրականացվում ուղղակիորեն։ Նաև աղբավայրի այդ այրման գործընթացի շրջանակներում մենք տեսնում ենք, որ օդի աղտոտվածությունը գերազանցում է նորման եւ հատկապես այդ հատվածներում բնակվող քաղաքացիների առողջությունն է վտանգվում ըստ էության, ինչը նաև քաղաքապետի գործառույթների շրջանակում է, հա, այս հարցը եւ ինքը պիտի ինչ որ միջոցառումներ իրականացնի կանխելու համար այս խնդիրների առաջացումը, որովհետեւ սա բերում է մի շարք բացասական հետևանքների։ Երևի թե այսքանով ավարտենք այս վատնոտայի վրա մեր եթերը։ Շնորհակալ ենք դիտման համար, սպասեք նոր եթերների։